Փետրվարի 2-ին ճանապարհային ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Արտակ Հարությունյանը լրագրողներին ներկայացրեց 2014 թվականին ճանապարհային ոստիկանության կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները։ 2014 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաշվառվել է 3156 ճանապարհատրանսպորտային պատահար, այսինքն վթար վրաերթ, որի հետևանքով զոհվել է 297 մարդ, մարմնական վնասվածք է ստացել 4479 մարդ։ Վիճակագրական տվյալների դինամիկան հետևյալն է. ճանապարհատրանսպորտային պատահարների մասով մենք ունենք աճ, մարմնական վնասվածքների մասով ունենք աճ 2013 թվականի համեմատությամբ, բայց զոհերի մասով ունենք նվազում, 19 զոհի նվազում ունենք։ Այս առիթով պետք է ասեմ, որ նախորդ մի քանի տարիների վիճակագրական դինամիկան, այսինքն շարժընթացը ցույց է տալիս, որ արձանագրում ենք տարեցտարի ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի զգալի նվազում, այսինքն մենք շարժընթացի մեջ ունենք դրական միտում։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ 2014 թվականին ճանապարհային ոստիկանության ծառայության կողմից կազմակերպչական եւ կանխարգելիչ զգալի աշխատանք է իրականացվել։ Ճանապարհային ոստիկանության կողմից ամենօրյա աշխատանքի ընթացքում ճանապարհային երթևեկության կազմակերպման հաճախակի փոփոխությունները եւ գծանշումների մասով, եւ ճանապարհային երթևեկության նշանների մասով, եւ լուսացույցների աշխատանքի մասով, հատկապես Երևան քաղաքում, որտեղ բաժին են ընկնում եւ դեպքերի, եւ մարմնական վնասվածքների եւ զոհերի մեծ քանակը, մենք ամեն օր, ամեն վայրկյան ուսումնասիրություններ են կատարում հատուկ մասնագիտացված ստորաբաժանումը ճանապարհային ոստիկանության եւ ճանապարհային երթևեկության կազմակերպման հետ փոփոխություններ են կատարվում։ Այդ փոփոխությունները պայմանավորված են ինչպես տրանսպորտային միջոցների քանակի ավելացման հետ, այնպես էլ ուրեմն ճանապարհային երթևեկության մատչելիությունը եւ անվտանգությունը ապահովելու խնդիրների հետ։ Խոսելով ծառայության աշխատանքն առավել արդյունավետ դարձնելուն միտված անելիքների մասին, ճանապարհային ոստիկանության պետը նշեց. Փորձելու ենք նաև 2015 թվականին ավելի խորացնել, ավելի մեծ հետևություններ անել, բացթողումներն ու թերությունները գնահատել եւ մեր աշխատանքը շարունակել երթևեկության անվտանգության ապահովման առումով։ Հանդիպման ընթացքում Արտակ Հարությունյանը պատասխանեց նաև լրագրողների հարցերին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունվարի 30-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է։ Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը, կողոպուտի 3 դեպքից 2-ը, բացահայտվել է գողության 20, խարդախության 16, յուրացման 3 եւ խուլիգանության 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 եւ գողության 2 դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 17 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 24-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հունվարի 31-ին Ֆուչիկի 24 շենքից ոստիկանություն ահազանգ ստացվեց։ Մեկնած օպերատիվ խումբը շենքի բնակարաններից մեկում հայտնաբերեց 1946-ին ծնված Արշավիր Բարսամյանի դին բազմաթիվ վնասվածքներով։ Նույն բնակարանից կասկածանքով ոստիկանության մաշտոցի բաժին բերման ենթարկվեցին 2 տղամարդ եւ մի կին։ Բաժնում պարզվեց, որ Արշավիր Բարսամյանին սպանել է Բախշի Եսայանը։ Դեպքն առավել մանրամասն կներկայացնենք մեր առաջիկա թողարկումներից մեկում։ Փետրվարի 3-ին Երևանի ժամանակով ժամը 10-ից 12-ը արտերկրի մեր հայրենակիցները Skype-ի միջոցով կարող են հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր եւ նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ անձնագրային եւ վիզաների վարչության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Skype-ի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղղել նաև press@police.am, քարտուղարություն շնիկ.police.am էլեկտրոնային հասցեներին։